Ողջույն, այսօր մի շատ հետաքրքիր պատմություն ես լսելու, լավ տեղավորվիր և ուշադիր լսիր։ Դեռ հիշում ես այն հետախուզական գործընթացի մասին, երբ փնտրում էինք Եղիային։ Նրա անհետացումն ինձ խճանկար է հիշեցնում։ Եղիս է, դու նրա ընկերն էիր։ Գիտես արդյոք, թե որտեղ է Եղիան։ Այո, գիտեմ։ Երևում է, ուրախ ես։ Ես շատ հետաքրքրված եմ։ Ես ճշգրտորեն հիշում եմ, թե ինչպես Եղիան հանեց իր թիկնոցը, նախքան հեռանալը։ Ես որոշել էի գնալ նրա հետ, սակայն նա չէր ցանկանում, որ ես իր հետ գնամ, բայց ես թույլ չտվեցի նրան ինձ համոզել։ Ճանապարհին հանդիպեցինք մարգարեների, ովքեր հարցրին մեզ, թե արդյոք գիտենք, որ այդ օրը Եղիայի մեզ հետ լինելու վերջին օրն է։ Դու տխրեցիր, երբ իմացար այդ մասին։ Ես արդեն գիտեի և նրանց միայն ասացի, որ պետք է լռեն։ Մենք գնացինք դեպի Հորդանան գետը։ Երբ հասանք գետին, ոչ մի կամուրջ չկար այնտեղ։ Եվ Եղիան հանեց իր թիկնոցը, ծալեց այն և հարվածեց ջրին։ Պատկերացրու, գետը մեջտեղից բաժանվեց, և մենք առանց թրջվելու անցանք միջով։ Այս ամենն իրականություն է։ Այո, ես այնտեղ էի և զարմացած եմ, թե Աստված որքան մեծ է և հզոր, ու ինչպես է այդպիսի հրաշքներ կատարում անզոր մարդկանց միջոցով։ Մինչ քայլում էինք, խոսում էինք Աստծո մասին, և մի հրաշալի բան տեղի ունեցավ։ Երկնքից մի հրեղեն կառք իջավ, հրեղեն ձիերով։ Ես զարմանքով նայում էի, թե ինչպես Եղիան գնաց դեպի Աստծո անտեսանելի երկինք։ Ես կանչեցի նրա հետևից, սակայն նրան այլևս տեսնել չէի կարողանում։ Աստված Եղիային այսպիսի փառահեղ ձևով երկինք տարավ։ Եվ սա էր պատճառը, որ ոչ ոք նրան չկարողացավ գտնել։ Շնորհակալ եմ, Եղիսե, որ պատասխանեցիր մեր հարցերին։ Այս խճանկարը լուծված է։ Մահը կյանքի վերջն է երկրի վրա։ Սակայն մեզ համար կարևոր չէ, թե երբ և ինչպես կավարտվի մեր կյանքը, այլ թե որտեղ ենք լինելու մեր մահից հետո։ Եղիան Աստծո մոտ է, քանի որ ապրեց Աստծո հետ։ Աստվածաշունչը մեկ այլ հատվածում ասում է. «Ով որ որդուն ունի, կյանք ունի, իսկ ով Աստծո որդուն չունի, կյանք չունի»։ Ա Հովհաննես 5:12։ Հաջորդ թողարկմանը ես քեզ կպատմեմ, թե ինչպես Վահեն նոր կյանք սկսեց Հիսուսի հետ։ Մեզ հետ կարող ես կապվել hypocric@gmail.com հասցեով։ Կրկնում եմ HAYPOQRIC@gmail.com Կհանդիպենք հաջորդ թողարկմանը։ Ձեզ հետ է Եվնիկեն։